Բարև հայրենակիցներ, հենց այս երեկո, հենց ներսում, հենց այնպես հյուր կլինի Անիտա Հախվերդյանը, իսկ նրանք դիմավորին նա, ով տեսել է Անիտային դեռ մանուկ հասակից, նա ով հիշում է, թե ինչպես առաջին անգամ Անիտան իրեն հայտարարեց բեմ դուրս գալու համար, իսկ հիմա ես եմ հայտարարում, դիմավորեք Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի հանդիսատես, լավ եք, դե հույս ունեմ, որ լավ եք, ու այդ հարցը շատ դրական է ու չի թողնում, որ դիմացին այդ տարածվի, բարև լավ ես, դե ոչ ես ասելու մենք հեչ լավ չենք Արուսյակ ջան, ասենք գնում ես բժշկի մոտ, դու հենց նստում ես աթոռին, բժիշկն ասում է բարև լավ ես, դե հա բժիշկ լավ եմ, ուղղակի եկել էի, որ դուք էլ լավ լինեք, ու ես ենթադրում եմ, որ պետք է այս հարցը տաքսի նստելուց տալ, թե չէ վարորդն ինքն է առաջինը հարցը տալիս, ու դու հասկանում ես, որ վերջ, ամեն ինչ վատ է, այս քաղաքում ոնց ես դիմանում, դե ոնց որ դուք, ապե ես չեմ դիմանում, գոյատևում եմ, բենզինի լիտրը 500 դրամ է, այս նավիգատորը 4 օր հոգի սուտում է, սխալա ցույց տալիս, դու գիտես ինձ հաճելի է ավելորդ քշելը մինչև նշած տեղը հասնեմ։ Դե արի ու պատասխանի, հիմա ոնց ասեմ այդ վարորդին, որ կամ ընդհանրապես ում ասեմ, որ տեսախցիկի հուշասարքը անընդհատ թռնում է ու դրա պատճառով եթերս էլ կարող է մի օր թռնի։ Ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Ոնց ուզում ես արա, պիտի լավ լինես, որովհետև մենք ուղղակի կյանքի մեծ բեմում ենք, որտեղ լավ լինելը որոշում է։ Կարող ես որոշումը կայացնել կամ չկայացնել։ Բարև ձեզ տղեկ։ Շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք ու շատ ուրախ եմ, որ ներսում եք։ Ռուց, բայց այսքան խոսեցի, միանգամից շատ լավ երգ իմ մտքին եկավ, հուսով եմ կկռայես, որ երգի մասին է խոսքը։ Ենթադրեմ էլի լավան։ Վահեն առաջ ընկավ, այո, էլի լավայի մասին էր խոսքը, որովհետև էլի եմ ասում, ընտրությունը մերն է լավ լինելու։ Ես գնում եմ դեպի բար, իսկ տղեկը նվագում են էլի լավան։ Գնացինք։ Շնորհակալություն եւ սիրելի հեռուստադիտողներ, ես առաջ ընկնեմ ու ասեմ, որ այսօր ես մի փոքրիկ ստեղծագործական երեկո եմ պատրաստել իմ հյուրի համար։ Իսկ ինչպես գիտեք, յուրաքանչյուր ստեղծագործական երեկո ավելի հաճելի է, երբ այն ուղեկցվում է բարձրորակ խմիչքով։ Կարծում եմ, հայկական բացառիկ Վիենդեմ կոնյակը, որը ստեղծվում է Armenia Wine ընկերության կողմից, ստեղծված է ստեղծագործական արվեստային երեկոների համար։ Այս կոնյակը հնեցվում է հատուկ ընտրված կաղնե տակառներում, ինչը նրան հաղորդում են նուրբ բույր եւ հարուստ համ։ Հիմա մենք կանցնենք կարճ դադարի, որի ընթացքում իմ հյուրը կմիանա ինձ եւ մենք միասին կողջունենք իրար Վիենդեմ կոնյակով։ Մի հեռացեք, շատ շուտով կվերադառնանք։ Գնացինք։ Քիչ հետո ներսում է լինելու նա, ում երգերից որևէ բառ չես հանի, ում խոսքերից երաժշտությունն էլ չես հանի, նա, ով միշտ խոսք ունի եւ խոսքեր, շուտով ներսում Անիտա Հախվերդյանն է լինելու։ Ամեն բացվող առավոտ քեզ եկեմ գրկին, ամեն իջնող երեկո նորից տովարվեն լույսերը ու պարվեմ քո տառապած ու կանոտ գրկին, քեզ նվիրելով ողջ իմ սերը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտող եւ ինչպես խոստացել էինք, այսօր մեզ հետ է հիանալի բանաստեղծ, մեծականակ երգերի խոսքերի հեղինակ, սցենարիստ եւ հաղորդավարուհի Անիտա Հախվերդյանը, ներս արի։ Разве не ты же вполне самая лучшая на земле? Разве не ты, разве не я самая лучшая? Բարի երեկո եւ բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ ներսում տեսնել ձեզ ու շնորհակալ, որ այստեղ եք, ոնց եք։ Շատ լավ, ներսես, ես շատ լավ եմ եւ շատ ուրախ եմ, որ ես այստեղ եմ։ Եվ
Ինչից սկսենք։ Սկսենք երգերից դեռ, խոսենք երգերի մասին, որտեվ դրանք մի քանի 100-ն են, իսկ այս պատկառելի թիվ է։ Ու կարծում եմ անպայման պիտի խոսել այս մասին 400-ից ավելի երգեր, որոնք հեղինակել եք դուք խոսքերը։ Այս քանակի մասին նաև խոսենք ու ընթացքի։ Ուզես որակից խոսենք։ Երբեմ սկսել գրել, շատ պատահական եմ սկսել երգի խոսքեր գրել, դա 1999 թվականին էր եւ ուներ նախապատմություն, որովհետեւ երգի թատրոնի իմ աշխատասենյակը 4-րդ հարկում եւ Արամ Ավակյան գործիքավորող էր այն ժամանակ ինքը մեզ մոտ բացի սոլիստ լինելուց իրար կողք էր մի պատ էր մեզ բաժանում եւ ուշ ժամերի ես ինչ որ բան էի գրում Արամը անընդհատ նույն բանը նվագում էր մի օր այնքան սիրուն մեղեդի հնչեց որ թողեցի իմ թուղթը գնացի ասեցի ինչ ես նվագում ասեց կլսես սրա վրա դու պատկերացնում ես ֆրանսերեն բառեր ասեցի ֆրանսերեն էլ եմ պատկերացնում անգլերեն էլ եմ պատկերացնում դա եղել է առաջին երգը ես գրել եմ անգլերեն լեզվով Վաու այո եւ այդ երգը այդ շնորհակալ եմ երգն է Արամ Ավակյանի որը երգեց Արտուր Գրիգորյանը դա առաջինն էր շատ եմ սիրում անգլերեն տարբերակ ունիքը օրիգինալը այսպես ասած եղել է անգլերենով Կա որևէ տեղ անգլերեն տարբերակը հասանելի է Ոչ չկա, կա հայերենը եւ այդպես Իսկ կան այդ 400-ի մեջ երգեր, որոնք գուցե կհնչեն ու դուք չեք հիշի որ սրանց Այդպեսի դեպք եղել է եւ ես դրա մասին նույնիսկ պատմել եմ մի անգամ նստում եմ ավտոբուս երկու կանգառի համար օպերայից մինչեւ շրջանային պիտի գնամ ու ինձնից շատ գոհ նստել եմ ավտոբուս, տենց հազվադեպ եմ նստում ու տենց մտքիս մեջ վիթխարի, սենց ինչ-որ գաղափարներ են, բան ու ֆոն միացված է ինչ-որ ռաբիս մի երգ։ Ու ես լսում եմ, բայց մտքիս մեջ սենց եմ անում, էլի ինչքան կարելի է այդ հեռանալ, մոռանալ, այդ նույն հանգավորումները, դե հերիք է, էլի։ Երբ որ սկսվեց երգի կրկներքը, ես հասկացա, որ դա իմ գրած երգն է, որ ես Ամերիկայում մի ժամում գրել եմ, որտեղ փող էր պետք։ Իմ գրածի վրա ես ինքս իմ վրա մուննաթ էի գալիս։ Այդ շատ լավ երկխոսություն է, բայց ինձ թվում է։ Նշեցիք, որ 99 թվականին է սկսվել այս ամեն ինչը, հա երգ գրելու հետ կապված ու հենց Ավակյանի հետ էր առաջին համագործակցությունը, բայց նաև ես գիտեմ, որ շատ կարևոր ու հետաքրքիր ներգրավվածություն ունի այդ ամենի սկզբում Արտուր Գրիգորյանը ուսուցիչը կուզեմ խոսենք նաև հենց ձեր համագործակցության սկզբի մասին, ոնց սկսվեց այդ ամենը։ Երգերի իմաստով թե ընդհանրապես Առհասարակ, որը նաև հետո եկավ ու հասավ երգերին։ Համագործակցությունը սկսվեց 97 թվականին Էլվինա Մակարյանի համերգն էր երգի թատրոնում, ես գնացել էի որպես հանդիսատես։ Հետո համերգը ավարտելուց հետո բարձրացանք շնորհակալություն հայտնելու Արտուր Գրիգորյանին, նայեց ինձ ասեց որտեղ ես աշխատում, ասի ժամանակ 23 տարեկան էի, ասեցի նոր եմ վերջացրել ֆիլմում, հայ ֆիլմում էի աշխատում, Վիգեն Չալտրանյանի Տեր-ողորմյա ֆիլմում, ասի ավարտվել է ֆիլմը, ասեց աշխատանք չունես, ասի չէ, այս պահին կուզես գաս մեզ մոտ աշխատես, լեզուներ գիտես, ասի գիտեմ, ասեց հա, արի մեզ մոտ աշխատի արտաքին կապերի բաժնում։ Դա լրիվ ավանտյուրա էր իմ կողմից, որտեվ ես երաժշտական մարդ չեմ, իրականում, ես խոսքի մարդ եմ, բայց տեսեք, այդպես ստացվեց։ Ու մի օր էլ մի 2 ամիս արդեն աշխատում է երգի թատրոնում, վերելակի մոտ իրեն հանդիպեցի, ասեցի, գիտեք իմ դուրը չեկավ, անցյալ օրը համերգ էր, ամեն ուրբաթ շաբաթ կիրակի երգի թատրոնում համերգներ էին, ասեցի ինձ դուրը չեկավ ոնց է վարել այդ համերգը, ասեց ինչի դու ավելի լավ կանես, ասի իհարկե, ասեց դե ուրեմն սցենար գրի կբերես, անցավ ժամանակ, բնականաբար դա ես վերածեցի ինչ որ հումորային բանի, մի քանի օրից ասեց գրեցիր, ասեցի չէ, ասեց դե ինչի դահլիճ փորձի Եվ դրա հաջորդ օրը ինձ բարձրացրեց բեմ։ Շատ գրիգորիչական ընթացք։ Անիտա դուք գրել եք, նաև հեղինակել եք 3 մյուզիկլների սցենարները, Արտուր Գրիգորյանի վարել բազմաթիվ հեռուստա եւ ռադիո հաղորդումներ ու իմ բեմական կյանքի արշալույսում առաջին անգամ դուք եք հայտարարել Ներսես Ավետիսյան։ Գանք այդ պատմությանը։ Մի հատ ես ուզում եմ պատմել, հա, այս պատմությունը, որովհետեւ շատ լավ պատմություն է։ Ես պատմեմ հեռուստադիտողին, ուրեմն ես անկախ նրանից, որ շատ սիրում եմ Ներսեսին դեռ մանկուց, որովհետև ինքը մեզ մոտ է սովորել երգի թատրոնի ստուդիայում, ինքը շատ վառ կերպար ա եղել, շատ սիրել եմ։ Հետո արդեն երբ որ դարձավ աստղ Ներսեսը,
Մի քանի տարի առաջ Հրաչքեշյանը բեմադրեց Ոչինչ չի մնա ներկայացումը Գյումրիի դրամատիկական թատրոնում եւ մենք մեծ համբավով գնացինք, հասանք, որ այն դիտենք։ Ներկայացումից հետո գնում ենք հանդերձարան, որ շնորհավորենք ռեժիսորին եւ դերասաններին ու տեսնենք մի հսկա բանակ է կանգնած, մուտքը հնարավոր չի, բոլորը ուզում են տեսնել ներսեսին, մեկ էլ ու հնարավոր չի մտնել։ Մեկ էլ մի աղջիկ աշխատակից թատրոնի, այս բոլորի մեջից ուղիղ եկավ ինձ վրա ու ասեց ոչինչ չի կարող մտնել, միայն դուք եկեք իմ հետևից։ Ու տարավ ինձ գրիմանոց։ Ճանապարհին շատ մտերմիկ ականջից ասեց դուք Ներսեսի մաման եք, չէ։ Ասեցի համարյա։ Ես չեմ կեղծել։ Այդ այո, ես շատ սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ, շատ փոխադարձ է այդ ու կուզեմ նաև խոսենք այն ընթացքի մասին, երբ դուք երկի թատրոնում էիք ու ուսանողները, աշակերտները, ապագա արտիստները շփվել ենք ձեզ հետ, աշխատել ենք ձեզ հետ, սովորել ենք ձեզնից, բայց շատ հետաքրքիր է նաև ձեր տեսանկյունից, լսել այդ երեխեքի մասին տասնամյակներ շարունակ, որոնք եկել են թատրոն։ Ես բոլորին անունով հիշում եմ։ Նայ 25 տարի, ուղիղ այս տարի Լրանմա 25 տարին դպրոցի եւ ամեն տենց տարի չի եղել, որ չաշխատեմ, դադար չի եղել եւ ես հիշում եմ բոլորին անուններով, որովհետեւ երբ դու աշխատում ես իրանց հետ, դու ուսումնական process-ը իմ մոտ համենայն դեպս ինչ-որ մենամարտի նման մի բան է, կամ ես կսովորեցնեմ, անգամ եթե ինքը պատրաստ չի դրան, կամ ես չեմ։ Դրա համար այդ հարաբերությունները շատ թանկ են ինձ համար եւ ես շատ ուրախ եմ, որ համենայն դեպս հաղորդավարները, որոնք ավարտել են երգի թատրոնում եւ երգիչները, որոնք ես դաս եմ տվել, շատ մեծ հաջողություններ են հասնում։ Այո, դա հրաշալի ընթացք է ու ես նաև հիշում եմ այդ տարիներին 2000-ականների վերջին տարիներին, երբ մենք երգիչներ էինք, չունեինք ձեզ հետ դասեր, բայց միևնույնն է, մենք էլ միջանցքներում երբ ձեզ տեսնում էինք, մրսում էինք, այո, բայց շատ ուշադրությամբ ու պատկառանքով էինք սպասում ցանկացած արտահայտության, որ պիտի լսեինք։ Հրաշալի է ուրեմն ամեն թատրոնում։ Լավ, խոսենք ժամանակակից կոմպոզիտորների մասին, այս պահին ովքեր ստեղծագործում են, որոնց մեղեդիներն են հնչում ու կարիքա լինում խոսք գրելու, տեքստ գրելու այդ երգերի համար, ոնց եք համագործակցում, ում հետ եք համագործակցում։ Գիտես, ես հասել եմ մի բանի, որ ես կարող եմ մերժել։ Եթե ինձ դուր չի գալիս եւ իսկապես ես լավ չեմ գրի այս տվյալ մեղեդիի վրա, ես դա ուղղորդում եմ դեպի ուրիշ մեկը, ով ավելի օրգանիկ դրանք բան կանի, կարձագանքի որպես պոետ։ Ես սիրում եմ շատ երիտասարդներին ու շատ երիտասարդների, ովքեր անհայտ են, ինձ համար դա շատ հետաքրքիր է, բայց իհարկե ձուկը ջրում զգում եմ իմ հին ընկերների հետ, նույն Վահրամ Պետրոսյանի հետ, նույն Արամ Ավագյանի, պիտի գոյություն ունենա ինչ-որ մի հատ համատեղելիություն պոետի եւ կոմպոզիտորի։ Քիմիա պիտի լինի այնտեղ։ Դա արի այդ բառը ասենք, հա, ինչի՞ չասենք այդ բառը։ Հա, պիտի լինի։ Ես նաև գիտեմ Միացյալ Նահանգներում վերապատրաստման ընթացքի մասին, բայց կուզեմ դրա մասին խոսենք ավելի մանրամասն ու պատմենք հեռուստադիտողին։ Այո, ես քանի որ վերջին մի քանի տարին այդպես ստացվեց, որ աշխատում եմ Դա սկսվեց այդ ամեն ինչը ներառական կողքի արտ փառատոնից, որտեղ տարբեր զարգացման առանձնահատկություններով երեխաները հանդես էին գալիս, ելույթ էին ունենում, եւ այդպես սկսվեց շփումը եւ որպեսզի հեշտացնես աշխատանքը մարդկանց հետ եւ ընդհանրապես ինչ որ մի բանով օգուտ տաս ես որոշում կայացրեցի անցնել այդ դասընթացները ահագին երկար 70 ժամ ամերիկյան անգլերեն, կիսաանգլերեն, կիսահայերեն եւ այլն դասընթացներ են, որը տալիս են հնարավորություն տարբեր վարքային վարքը ուղղելու վրա ուղղված դասընթացներ են եւ կապ չունի մտավոր առանձնահատկություն ունի թե ֆիզիկական առանձնահատկություն ունի, երբ որ մեկի վարքը հասարակությանը չի բավարարում դու պիտի իր հետ աշխատես, դա կոչվում է ABA թերապիա, այսպես։ Հիմա ես դա գիտեմ, ինձ դա օգնում է, ընդհանրապես դա շատ լավ բան է եւ մի բան էլ ասեմ, ինձ համար մեծագույն հաճույք էր։ Անցյալ տարի կողքի ներառական արտ փառատոնին այսպես միտք հայտնեցի,
ղեկավարին Նաիրա Սարգսյանն է մեր, ասի ինչ կլինի, ես համերգը վարեմ աուտիզմ հիմնադրամի սանի հետ, ասես այդպիսի բան չկա պատմության մեջ, իրանք ելույթ չեն ունենում հասարակության մեծ զանգվածի առջև, ասի կարող են փորձել, մենք փորձեցինք Վանիկի հետ, ու Վանիկը իհարկե բարձր ֆունկցիոնալ տղա է, բայց այնուամենայնիվ ինձ համար ամենամեծ հաղթանակներից մեկն էր, որ Վանիկի հետ մենք դուրս եկանք բեր, ու դա հոյակապ էր, դա պատմության մեջ չի եղել։ Հրաշալի նախաձեռնություն, հրաշալի։ Գանք երգերին ձեր հեղինակած տեքստերին ու ուզում եմ իմանալ կա երգ, որն ամենաթանկն է ձեզ համար, պես մի քանի 100-ից, որ ասենք ամենան միանգամից մտքում կառանձնացվի։ Որովհետև ինչ-որ սիտուացիոն են երգերը։ Կարող եմ ասել, որը չեմ սիրում, կարող եմ ասել, որն ամենահամարվում տենց եսի մինչի, տես վերջերս Լուսին երգի քավր էր արել մի տղան, և հրապարակել էր սոցցանցում, և ես տակը, որ կարդում էի կոմենտները, ես իսկապես ապշում էի։ Մեկը գրել էր, որ այս երգը ինձ օգնեց, ես բաժանվել էի իմ սիրուց, այս երգը 2 ամիս ինձ ուժ տվեց, ու նմանատիպ բաներ, որ ուզում ես ասես կամ որ ինձ հանդիպում են, ասում են, բայց ձեր Լուսին երգը, գիտեք ինչ արեց մեզ հետ, մենք մեծացել ենք ձեր երգերի վրա, ասում եմ, կնեք, իսկ դուք քանի տարեկան եք, ասում եմ 40, ասում եմ, բայց ոնց եք դուք մեծացել, եթե մենք գրեթե նույն տարիքի ենք։ Ոնց է դա տեղի ունեցել։ Կան երգեր, որոնք սիրելի են, ես օրինակ շատ սիրում եմ Արտուր Գրիգորյանի հետ միասին գրել ենք այդ երգը և 3 ընկեր ֆիլմի սաունդթրեքն է, գրել ենք Նարայի համար երգչուհի և այդ օրերի հետ երգը ես շատ երևանյան երգ, ես շատ եմ այդ երգը սիրում, ես սիրում եմ մյուզիկլի երգերը, որովհետև այդտեղ դու ունես ազատություն, ինչ ուզում ես կարող ես գրես, ոնց կարող ես լեզվական խաղեր անես, մյուզիկլը քեզ թույլ է տալիս։ Ստեղծագործական ազատությունն ավելի շատ է։ Հա, ինչ ուզում ես կարող ես գրես։ Հայկոն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ամեն դեպքում շատ դժվար է երգել ուրիշի սիրո պատմությունը, նկատի ունենալով, որ միևնույնն է դու երգում ես պոետի սերը, նրա խոսքերով, այս մասին ինչ կասեք առհասարակավ երգիչ ու պոետ հարաբերությունների։ Ինքը ճիշտ է ասել, որովհետև լինում է դեպք, որ դու կատարող ես մեծ իմաստով։ Դու երգչին հարցնում ես, կա ինչ-որ մի բան, որ դու ուզում ես լինի, ինքը ինչ-որ բան է խոսում, դու կամ ընկալում ես և դա օգտագործում ես, կամ դու իրա մասին ինչ-որ մի բան գիտես ու ներառում ես, կամ ասում ես կթողնես ես ինքս անեմ, ասում է հա, ու բնականաբար, այդ դեպքերում դու գրում ես քո սիրային պատմությունները, քո ապրումները։ Ու տալիս ուրիշին պատմել։ Ու հաճույք ստանում, որ ահա, Այդ տենց է դրա էմոցիոնալ շարունակությունը։ Հետաքրքիր է շատ։ Իսկ ինչ զգացողություն է առհասարակ լինել պոետ, հա, որտեղ խոսենք, այսպես ասած, հուզող հարցերի մասին, ոնց է այսօր զարգանում հայկական էստրադան, ուր ենք գնում, ինչ երգեր են ծնվում, առհասարակ ոնց է այս ամեն ինչը վերլուծում։ Հիմա մի քիչ ավելի լավ է, քան ենթադրենք մի 5 տարի առաջ, որտեվ եթե նույն 5 տարի առաջ ավելի տոտալ կնունքա փողը հետ բերող երգերի համատարած ճահիճի մեջից հիմա դուրս են գալիս ինչ-որ բաներ, որոնք արվում են independent, անկախ արվեստա մի հիմա կա և դա հետաքրքիր է և երիտասարդների կողմից է դա արվում, ինձ դա հետաքրքիր է, երևի լավ կլինի։ Ինչն է ձեզ ոգեշնչում։ Բնությունը, լավ խոսքը, անսպասելի դրական արարքը, սիրուն, ես երբեմն գնում եմ պատկերասրահ, ինքս ինձ համար սենց գործի գնալց մի հատ մտնեմ, ես տրամադրվում եմ։ Վիզուալ արվեստով ոգեշնչում է։ Վիզուալ արվեստով, հա։ Իսկ ձեր հարաբերությունները ձեր ուսանողների հետ այսօրվա ինչպիսին են ու արդյոք դուք նաև նրանց համար մոտիվացիա եք գուցե ովքեր որ փորձեն գրել ինչ-որ բաներ։ Ես իրենց ստիպում եմ, գիտես, հա, մենք ունենք տենց 3 դասաժամ, երբ որ բացատրվում է տեխնիկական պահը, որտև հետո բացատրվում է ոնց են սովորաբար ստեղծագործում ռեպերները, ոնց են… Այդտեղ մաթեմատիկա կա։ Այո,
հաշվարկ կա, զգայարանների բնաստ կա անպայմանորեն, որ դու պիտի ընկղմվես այդ երաշտական ֆրազայի մեջ, որ դու հասկանաս, որտեղ ես դու կանգնում, որտեղ ես դու շարունակում, եւ որ ձայնավորը, տեխնիկապես բաներ կան, մաթեմատիկաներ էլի, որ ձայնավորը ենթադրենք բարձր նոտայի վրա դու պիտի գրես, հարվածը որ մի խոսքով ուզում ես դասընթաց անենք։ Մինի դասընթաց հասկացեք, այո։ Մենք ունենք այդպիսի, ես ունեմ, ես այդպես մշակել եմ, որ իրանք կարողանան անգամ եթե իրանք երբեք չեն գրելու, դա իրանք տալու է հնարավորություն շնչառության եւ հասկանալու համար։ Իրանք կարող են դա ոնց ավելի ճիշտ է, գուցե ինչ-որ բան փոխեն իրանք արդեն գրված երգերի մեջ։ Իսկ նաև խոսենք հայոց լեզվի մետամորֆոզներից, հա, այսօրվա հետ կապված, որովհետև ամեն դեպքում մենք դեռ ունենք այդ խնդիրը, որ չունենք միջին հայերենից թվում է։ Ունենք։ Գիտես, մենք սրա մասին երկար ենք քրոջս հետ Նունեի Հախվերդյան խոսել, որ կինոյում դա չի օգտագործվում։ Շատ հազվադեպ ինչ որ մի պահ կա, որ պիտի փորձես գտնես այդ որ միջինը, որը չլինի եւ անպայման լեզուն հատկապես հայերեն լեզուն ինքը տալիս է քեզ այդ հնարավորությունը օգտագործել անգամ բարբառային բառ որ ինքը հարստացնում է լեզուն իրանցից պետք չի խուսափել դրա մասին անգամ Թումանյանն է ասել ընդհանրապես խաբար բառը ինքը ջան բառը, որ ասում են ջանը չենք ասում, չէ, ասում ենք, բա ինչ ասենք ջանի փոխարեն հոգյակ, ինքը գոյություն ունի ինչ-որ մի հատ համով երանք, դա էլ է մաթեմատիկա, դու պիտի հաշվարկես այդ միջին լեզուն, որ ինքը ընկալելի լինի, չնյարդայնացնի ու չլինի այդ քնած գրադարարային լեզուն։ Այո, դա խնդիր է ու ինձ նաև շատ հետաքրքիր է, որ նշեցիք ուսանողները եւս ստեղծագործում են, վստահ եմ, որ դուք դա աչքի տակ անցկացնում եք։ Այսօրվա ստեղծագործական լեզուն ինչպիսին է, այսօրվա հայերեն ինչպիսին է, նոր սերնդի անպայման ապրում է չի կարող լինել իրենց համար, ապրում ա, օքեյ, լավ, դրան ասենք ինչ-որ մի ձևի կարող ես գտնել բացատրություն, բայց որ ասում ես, ինչ ես ասում քո համար, ասա քեզ համար, ինչ տարբերություն քեզ, քո համարը որն է, քեզ համար, մեծ չի տարբերությունը, ասում է չէ, մենք առօրյա կյանքում քեզ համար չենք ասում, մենք ասում ենք քո համար Այլի, այստեղ էլի այդ ականջի, բնազդի, ճաշակի պահնա, որ դու պիտի գտնես այդ սանձես կամին, բայց լինես օգտագործես նաև հստակ բանը, որ գիտելիքը։ Ճիշտ բառեր ամեն դեպքում, հա։ Հա, մաթեմատիկա ու երաժշտություն, այս երկու բանը շատ կապված է։ Լեզու գտնելու համար պիտի ականջել ունենաս, ինքդ փորձարկես, հնչում ես, չես հնչում։ Միանշանակ համաձայն եմ, բայց դու ինքդ պիտի փորձես, հասկանում ես, դու երբ քեզ ինչ-որ տեքստ են տալիս, չգիտեմ, ձայնավորելու համար, ինչ-որ բան կա, որ պիտի դու երգես, դու նախ փորձարկում ես, բերանիդ մեջ ճաշակում ես ու ականջով ես հասկանում։ Հավատում ես դու քեզ թե չես հավատում։ Դու ինքդ քեզ դա ասել։ Ես էլ շատ անգամներ եմ ոստանում եմ, բայց ամեն դեպքում ուզում եմ հասկանալ ի վերջո ոնց է լուծվելու այս խնդիրը, որտեղ մենք միշտ ունենք օրգանիկ խոսքի գոնե թե խնդիր, հա։ Հիմա մենք ինչ լեզվով ենք խոսում։ Մենք խոսում ենք շատ սիրուն հայերենով հիմա, ու չեմ կարծում որ սա խնդրահարույց է ու ոչ օրգանիկ։ Տեսնում ես որ սա օրգանիկ մենք օրգանիկ ենք խոսում եւ խոսում ենք սենց մենք խոսում ենք հեռախոսով էլ։ Այո։ Եվ հուսամ որ սա կդառնա այլ ավելի լայն կիրառվող տարբերակը ու մենք կունենանք մի քիչ ավելի հեշտ աշխատանքային լեզու։ Շնորհակալ եմ շատ Անիտա իմ բոլոր հարցերին։ Ես եմ շնորհակալ։ Այսքան ջերմորեն ու դրական լիցքերով պատասխանելու համար, իսկապես ինձ համար շատ կարևոր էր զրույցը։ Շատ ուրախ եմ որ դուք եկաք ներս, շատ ուրախ եմ որ զրուցեցինք միասին ու չգիտեմ 15 տարի, 17 տարի առաջ ես հայտնվել եմ երգի թատրոնում ու իմ աչքերը փայլում են նույն կերպ ոնց որ այն ժամանակ երբ նայում էի ձեզ միջանցքներում։ Ես տեսա դա 30-ամյակին եւ դա հոյակապ էր։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, բայց մենք այսքանով ձեզ դեռ բաց չենք թողնում։ Ինչ եք անելու։ Հետաքրքիր խաղ, որի մասին եւ դուք եւ հեռուստադիտողը կիմանաք կարճ դադարից հետո, այնպես որ դադար այս բանը։
էլի մտչես ու չկայս է Քեզ եմ ես սիրում դու ետ չես գալու Դու էլի մտչես մի անհուն Isn't she lovely? Isn't she wonderful? Isn't she precious? Less than 1 minute on I'll never true love with me Making one as lovely as she But isn't she lovely? Made from love Մենք վերադարձանք եւ հիմա խոստացված խաղի ժամանակն է, բայց մենք միասին խաղալու ենք ռևերս, իսկ ինչ ռևերսին անցնելը ես ունեմ 3 փոքրիկ հարց եւ այսպես ես պիտի ասեմ բառեր, որոնք ձեր գրած երգերում տեղ են գտել, բայց չեմ ասելու որ երգը, որ արտիստի երգը միայն մի բառը պիտի ասեմ, բայց այդ երգը դուք եք գրել։ Շատ լավ։ Գնացինք։ Հիմնավորում Օ, միայն դու երկնա նարայի համար։ Օ, ինձ թվում է դժվար է լինելու։ Կարդամ, այո, տողերը։ Չեմ գտնում ես այլ հիմնավորում, կամ միայն այս մեկը, որ հենց քեզ եմ ես սիրում, միայն քեզնով ժպտում, քեզնով երգում։ Միայն դու, նարա։ Միայն դու, այո, նարան, մեր սիրելի, հաջորդ բառը, մոլորված։ Մոլորված շատ եմ գրել։ Օրինակ Սարոյի հոգիս երգի մեջ։ Կա մոլորված։ Մենք այլ երգ ենք դիտարկում եւ կխնդրեմ հնչեցնել այլ տարբերակ։ Տողը, կարող ասում մի փոքր հուշում, մի հատ կողքից բառ։ Մոլորված շատ կա։ Նենց որ երկրորդ բառը ասեմ հաստատ շատ հեշտ է լինելու։ Երրորդն ասա։ Մոլորված քեզ։ Այդ տողի մեջ քեզ բառն էլ կա։ Չգիտեմ։ Աչքեր։ Այո, մի րոպե, սպասի։ Մոլորված աչքեր։ Քեզ եմ ես սիրում, ուշացած Խոսքեր, դու էլի մչեսը չկա։ Քեզ եմ ես փնտրում, մոլորված աչքեր։ Չկա տենց բառ։ Հիմա շատ ստեղ այս բառը չկա։ Չկա։ Չէ։ Սենց չեք գրել։ Չէ։ Երկի մեջ էլ չկա։ Չկա երկի մեջ։ Ինչ ա գրած երկի մեջ։ Քեզ եմ ես սիրում ուշացած խոսքեր, դու էլի մչես ու չկա էլ սեր, քեզ եմ ես սիրում դու հետ չես գալու։ Իմի անուն հերո։ Չկա երրորդ քառակում նույնիսկ քեզ եմ ես փնտրում մոլորված աչքերը։ Չէ, քեզ եմ ես փնտրում մոլորված աչքեր, ես չէի գրի։ Դա ավելի շատ կգրեր Ավետ Բարսեղյանը։ Բա, ես մտածում եմ ես կտուրը պիտի հանենք, որովհետև փաստորեն սխալի դինում, ես մնաց։ Վարպետ, ողջունում եմ քեզ Ներսարի հաղորդաշարից։ Անցնենք երրորդ երգին, որը շատ հեշտ է։ Ապա։ Միլիոն։ 10 Միլիոն հայ ենք մենք։ Այո։ Փոքրիկ փորձություն է կարծում եմ, շատ արագ հաղթահարվեց ձեր կողմից, բայց հիմա ժամանակն է։ Բարթանում է, չէ։ Դե հիշողությունը հասկացանք, որ շատ լավ է, անցնենք լսողությանը եւ մենք խաղում ենք ռևերս, իմ ամենասիրելի խաղերից մեկն է։ Լսում ենք երգը հակառակ ուղղությամբ, այսինքն մենք շուռ ենք տվել երգը։ Դուք ունեք 5 վայրկյան ամեն երգը կռահելու համար։ Հակառակ դեպքում դու ես պատասխանում։ Այո։ Շատ լավ։ Ես կփորձեմ կռահել, բայց եթե դուք 5 վայրկյանի ընթացքում չսեղմեք կոճակը ու ես ավելի արագ գուշակեմ, ես կսեղմեմ այն ամեն դեպքում։ Փորձենք Ներսես ջան, արի։ Լսենք առաջին երգը։ Ժակո, հա, դալալայ լալալայ 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 Կխնդրեմ մի քիչ ավելի բարձր լսենք երաժշտությունը տաղավարում, հաջորդ երգը լսենք։ Այս ես գիտեմ։ Իսկան արագ։ Հա, որտեվ Հայկոն է երգում։ Հայկոյի ձայնը այդպես է, այդ հենց ուշացած խոսքերն են Քրիստինե Պեպելյանի հետ։ Վաու։ Լսենք, տեսնենք։ Ուշացած խոսքեր։ Շատ վարկյալական էր։ Այ, մոլորված բառ չկա։ Շատ, հա։ Չկա։ Երրորդը։ Դե
հաստատ Լիլիթ Հովհաննիսյան, բայց որ երգը։ Հաստատ Իմ վստահ սերը ես։ ես եմ հորինել օրինակ։ Այդ շատ սիրում, այդ ես սիրում եմ, բայց Լիլիթ Հովհաննիսյանն է։ Լիլիթ Հովհաննիսյանի ձայնն էր հաստատ, բայց երգը չկարող։ Կարող ենք լսել մի քանի վայրկյան եւ։ Հա, լսենք։ Շատ դժվար, հաստատ Լիլիթ Հովհաննիսյան։ Բայց դու էլի մջես չփասի իմ սրտին ասա։ Այո։ Անգել։ Այո։ Իմ սիրելի երգերից մեկը անցանք առաջ, հաջորդ երգը։ Դուետա։ Ինչ լեզվով է։ Իսկապես գիտես։ Չգիտեմ, հայկական երգ ենք լսում։ Հայերենա Ու լեզու։ լեզուն հայերեն է, երգի կհուշեք մեզ։ Ինձ հուշում են, որ այո։ Կարող ենք լսել եւս մեկ հանգա։ Մեզ հուշում են։ Այո, Բայց մեզ ես ես երգը Ռուսլայնը չեմ- եւ Վահեն հուշում են, ես էլ չկարողացա Ես կռահել։ չեմ լսել ուղակի այս երգը։ Ասացին, որ Արամեն Պետրի եւ Սոնայի կատարմամբ ուղակի չեմ լսել։ Լսենք։ Կներեք։ Հա, ես լսել եմ, բայց չի հասկանում։ Դժվար է լսել։ Հաջորդը։ Իսկ մի քիչ ավելի հեշտ։ Այս դժվար է, հա։ Հաստատ, միայն դու ես դու։ Դե իմ ընկերուհին է երգում, Նարան, ու դա միշտ լավ է։ Կապ չունի ինչ երգա, դա միշտ լավ է։ Միայն դու ներ։ Այո։ Էս հաղթահարելի է, չէ։ Չէ, Գնացինք հաջորդին։ Այն բառերը, որ ասում էր, այդ ավելի լավ բառեր։ Գնացինք մյուս երգի։ Ես ձեզ կնայեմ։ Արամ Ասատրյան հաստատ, բայց հիմա կասենք, որ երգը Արև ու լուսին, մի հատ էլ լսենք, հա։ Ես օգնական չեմ քեզ։ Դու ինքդ, ես չգիտեմ։ Չկռահեցի։ Արև ու լուսինը չի, Էմոն էլ չի։ Թանկարժեք մանյակը։ Լավ, չէ, լսենք։ Բայց ես հեշտ է։ Ես գիտեի ես։ Բայց շատ նման չէր, բացարձակ նման չէր այս երգին։ Գնացինք մյուս երգին։ Թաթա չի կարելի, չի կարելի, վստահ եմ։ Դժվար խաղենք, հա, Հա, չեմ հասկանում, հա, բայց հաճելի է, դուրական։ Լավ եք խաղում, խաղացեք ես կնայեմ։ Լսեք,
Ուղղակի սա իսկապես իմ ամենասիրելի խաղերից է ներսում։ Այո, լուրջ։ Դու ո՞նց ես կողմնորոշվում։ Որտեվ մեղեդին չես Երևի հասկանում։ փորձ ունեմ։ Հա։ Արդեն սրա մաթեմատիկան գտել եմ իսկապես, հա, ոնց ֆորմուլան գիտես։ կրահեմ բառերի ձևից։ Տեմբրը հասկանում ես, հետո սկսում ես Երկը փնտրել։ Վերջին երկը լսենք։ Չէ, վերջինը չի ինձ հուշում են։ Հա։ Նախավերջինը։ Գնացինք։ Այս գիտեմ։ Տեմբրը ով է։ Ով է տեմբրը, հաստատ հեշտ է կրահել է։ Իսկ դու Էրիկ անունդ Երանի իմանամ։ Չէ։ Լավ, էլ չենք տանջի ձեզ։ Չէ, մի տանջեք ինձ։ Չենք տանջում ձեզ եւ վերջին երգն ենք լսում։ Այո, ես հետո կպարապեմ սրա շուրջ։ Մյուս գալուց էլի ռևերս կխաղանք։ Ես տանը կխաղամ, հետո կզագեմ քեզ։ Ֆորշա հաստատ ֆորշ։ Բայց Երևանը տունու շենք չէ երևի, չէ։ Այո, ֆորշի այս մեկը գոնե հասկացա։ Սկզբից տեմբրը, հետո երգը։ Երևան, անկեղծիրելը, չգրված օրենք է։ Այո, Երևանն անկեղծիրելը չգրված օրենք է, շնորհակալ եմ ձեզ եւս մեկ անգամ, որ ներսում եք, իսկապես շատ ուրախ եմ այս զրույցի համար, շատ շնորհակալ եմ, որ եկաք ու այսքան դրական լիցքեր փոխանցեցիք մեզ։ Շնորհակալություն միանգամեն։ Այսօր այսքանն էր Ներսարի գիշերային շոուն, շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին, մնացեք բարով, եղեք խաղաղ, կհանդիպենք շատ շուտով։ Բարի գիշեր։ Չիգարելի ապրել այս կյանքը չէ առանց ընկեր ու առանց ընկեր ուղի Չիգարելի չէ, չիգարելի չէ, չիգարելի ապրել այս կյանքը չէ առանց ընկեր ու առանց ընկեր ուղի